Այս երկու բժիշկներից ում կվստահեիր քո բուժումը։ Մարդկանց մեծ մասը ընտրում է սրան եւ սխալվում։ Ինչու՞։ Աշխատում է լուսապսակի էֆեկտը։ Լուսապսակի էֆեկտը ամենատարածված կոգնիտիվ բայասներից, խեղաթյուրումներից մեկն է, երբ մենք կախարդվում ենք մարդու մեկ հատկանիշից, տեսքից, խելքից, տաղանդից կամ նույնիսկ ձայնից, ու դրանից հետո մարդուն վերագրում ենք նաև այլ դրական հատկանիշներ, որոնք մենք իրականում չենք էլ ստուգել։ Այս հոգեբանական թակարդը բացահայտվել է դեռ 1920-ականներին։ Ամերիկացի հոգեբան Էդվարդ Թորնդայքը ցույց տվեց, որ զինվորական սպաները իրենց ենթականներին միատարր դրական գնահատականներ էին տալիս։ Եթե զինվորն ուժեղ էր կամ գեղեցիկ, նրան նաև ավելի խելացի ու կարգապահ էին համարում։ Հետագայում բազմաթիվ ուսումնասիրություններ ապացուցեցին, որ լուսապսակի էֆեկտը մեր կյանքում ամենուր է։ Ահա մի քանի փաստ։ Օրինակ, բարձրահասակ տղամարդիկ միջինում ստանում են մինչև 10-ից 15% ավելի բարձր աշխատավարձ։ Կամ ուսանողները, ում արտաքինն ավելի գրավիչ է, նույն առաջադրանքի համար ստանում են ավելի բարձր գնահատականներ։ Եվ նույնը մարքեթինգում։ Գովազդներում գրավիչ մոդելը ստիպում է մտածել, որ ապրանքն ավելի բարձրորակ է, նույնիսկ եթե դրա մասին ինֆորմացիա չունես։ Իդեպ կա նաև հակառակ երևույթը՝ եղջյուրի կամ կոտոշի էֆեկտը։ Երբ մեկ բացասական հատկանիշ, օրինակ անխնամ տեսքը, ստիպում է մեզ բոլոր կողմերով վատ գնահատել այդ մարդուն։ Լուսապսակի էֆեկտը գործում է ամեն օր՝ աշխատանքում, դպրոցում, գովազդներում։ Իսկ դու մի պահ մտածիր, քո գլխին հիմա ինչ է վառվում՝ լուսապսակ թե կոտոշներ։